Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Սահմանադրագետ Գոհար Մելոյանին։ Բարի եկո, Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մելոյան, օրեր առաջ հրապարակվեց սոցհարցումների հերթական տվյալները, ըստ որի դուք հայտարարում եք, որ եթե ընտրությունները կայանան հիմա, ապա Երևանում ընտրողները 35%-ով իրենց ձայնը կտան Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Ընտրություններին մնացել է 100 օրից էլ քիչ պակաս։ Այս արդյունքը գոհացնող է ձեզ։ Նախ կրկին շնորհակալ եմ հրավերի համար ու այո, բավականին ոգևորիչ էին էմպիրիկա սոցիալական հետազոտական ընկերության ու խորհրդատվական ընկերության ուսումնասիրության արդյունքները, որովհետև ասեմ ավելին, դա իրականում Նիկոլ Փաշինյան, պարոն Կարապետյան համեմատական ցուցիչներ, 35%-ը կողմեն Սամվել Կարապետյանի անձին, որպես երկրի վարչապետ, այդ հարցադրումը այդպես էր իրականացվել, Երևանում պատկերը մի փոքր ավելի ոգեշնչող է եւ հուսադրող է, ինչը մենք տեսնում ենք հողի վրա, մարդկանց հետ շփումներով։ Երևան քաղաքում 49%-ն է, պատրաստական, եթե վաղ ընտրություններ լինեն, մեր քաղաքական ուժին իր քվեն տալ, բայց ամենաոգեշնչողը եւ ամենահուսադրողն է, որ երիտասարդության շրջանում էական վստահություն է պարոն Կարապետյանի հանդեպ եւ այն ոգեշնչումն եմ տեսնում, որ երիտասարդները դի համար իրենք գտել են իրենց ռոլ մոդելը, այն տեսակի անձը, որին կձգտեն նմանվել, եւ այո, ես կարծում եմ այսօր մեր հասարակությունը, մեր երիտասարդությունը այդպիսի մարդու կարիք ունի, այնպիսի օրինակի, որին կձգտի նմանվել թե կրթական բնագավառում, թե հաջողություններում, թե համաշխարհային բնագավառում եւ այս հարցումների համատեքստում դեռևս նախ ընդգծենք, մենք մարտ ամսում ենք գտնվում, մենք նոր քաղաքական ուժ ենք, քաղաքական միավոր ենք, բայց անասելի հանրային աջակցություն ունենք։ Մի պարզ ճշմարտություն կա, որը եկավ հաստատվելու նաև այս հարցումների արդյունքում, որ անսակարկելի է պարոն Կարապետյանի հեղինակությունը մեր հանրության մեջ ու դա զարմանալի չի, որովհետև ես որպես կողմնակի մարդ, ով թե իրենց ընտանիքի եւ թե իր գործունեության հետ ավելի նեղ շրջանակից հնարավորություն ունեմ ծանոթանալու, դուք չեք պատկերացնի ինչ քանակի ու ինչ տեսակի բարեգործություններ է Սամվել Կարապետյանը իրականացրել մեր երկրում։ Ինքս խնդրել եմ օրինակ բարեգործությունները, որպեսզի կարողանանք մեր հանրությանը ներկայացնել, որովհետև այո, թիրախավորելով պարոն Կարապետյանի անձը, մենք տեսնում ենք, որ կանգ չեն առնում կարմիր գծերի առջև եւ փորձում են հեղինակազրկել ու արժեզրկել այն բարեգործությունները, որը այս մարդը իր կյանքի ընթացքում արել է Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, ձեր քաղաքական ծրագիրը իրականացնելու համար խորհրդարանում առնվազն ձեզ անհրաժեշտ է լինելու 2/3 ձայները։ Հաշվի առնելով 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը տարբեր հարցերի շուրջ միակարծիք չէին։ Ինչ եք կարծում, 9-րդ գումարման խորհրդարանում Սամվել Կարապետյանը, ձեր քաղաքական թիմը կարող է համախմբել մյուս ընդդիմադիր ուժերին։ Ես նախ համոզմունք ունեմ, որ այո, պարոն Կարապետյանը եկել է այս դժվարին ժամանակներում ու կարծում եմ ճիշտ է անշնորհակալ կարգավիճակում ենք բոլորս, որովհետև ստիպված ենք պարոն Կարապետյանի դիրքորոշումը մեկնաբանել կամ ներկայացնել, որովհետև այսօրվա իշխանությունները վախենում են պարոն Կարապետյանի խոսքի ազատության սահմաններից ու հենց դրանով է պայմանավորված է այսօր նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցները եւ սահմանափակումները, բայց ես համոզված եմ, որ այո, պարոն Կարապետյանը այն անձն է լինելու, ով այս մեր հասարակության պառակտվածության վերջնահիմքն է դնելու ու սա մեր նման ազգերի համար, որոնք փոքրաքանակ են ու որոնց հետագա գոյի խնդիրն է դրվում օրասեղանին, որովհետև ցավոք սրտի, այնպիսի միջավայրում ենք, որ անդադ վտանգվում է մեր հետագա ճակատագիրը, այս պառակտումները, բաժանարար գծերը, սևեր սպիտակները եւ այլն, դրանք լրջագույն հետևանքային են լինելու։ Պարոն Կարապետյանը ինչի մտավ այս քաղաքական գործունեության մեջ, որովհետև խախտվեց անխախտելի եւ անթույլատրելի կարմիր գիծ։ Մեր հարցակումները մեր երկրի գործադիր իշխանության ղեկավարի կողմից
հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Ու սա բնավ, հա, հոգևորականի հարց չի, ինչքան է փորձում են նման կերպ մատուցել։ Սա ինստիտուտի հետ հարց է, որովհետև իշխանության գործողությունների տրամաբանությունը ու այդպես էլ եղավ, հա, սկսվեց որպես ես անձ եմ անում, վարչապետ սա չեմ անում, հետո կոնկրետ անձի հետ է պայմանավորված այս գործողությունները, հետո մասշտաբը ավելի ընդլայնվեց, թիրախավորվեցին մեր հոգևոր հայրերը, կալանավորվեցին սրբազան հայրերը, բերման ենթարկվեցին ու չարչրկվեցին Սուրբ Պատարագի արարողություններ, միջամտություններ, բեմադրություններ, հա, հենց Սուրբ Պատարագների, ընդհուպ մինչև մի փաստաթղթի ստորագրություն, որի իրավասությունը չուներ գործադիր իշխանության ղեկավարը, այսպես կոչված շագերտավոր բարենորոգում եկեղեցու կաթողիկ կրկին, հա, սրբազան հայրերի մասնակցությամբ, մի խումբ սրբազան հայրերի մասնակցությամբ։ Մի խոսքով, սա ինչու է, հա, հայ մեծանուն բարերարին դրթում այս կարմիր գծի հատումը հարձակումը եկեղեցու վերաբերյալ ինչ որ առնվազն հայտարարություն կատարել եւ իր աջակցությունը հայտնել եկեղեցուն, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցին ըստ մեր սահմանադրության էլ, ըստ մեր պատմական ճշմարտության էլ ինքը հայկական ինքնության հիմնական երաշխավորն է եղել, կա ու կլինի։ Ու պատահական չէ, որ այն մեր պատմության հնագույն ինստիտուտներից է եւ այո, երբ հարձակում է կատարվում առաքելական եկեղեցու նկատմամբ, թեկուզ հոգևոր առաջնորդի դեմքով, դա հարձակում է մեր ինքնության նկատմամբ։ Իսկ ում ենք մենք պետք լինելու աշխարհում, եթե հարցականի տակ դրվեց մեր ինքնությունը ու եթե վերջնագիծը հասավ մեր պետականության գոյի։ Հասարակությունը Սամվել Կարապետյանին սովորաբար ճանաչում է որպես հաջողակ բիզնեսմեն, բայց քաղաքականությունը գիտենք, որ այլ խաղի կանոններ ունի։ Հիմա հարց է առաջանում. արդյոք հաջողակ բիզնեսմենը կարող է լինել նաև հաջողակ քաղաքական գործիչ։ Սամվել Կարապետյանի պարագայում ես անձնական համոզմունք ունեմ, որ այո, իրեն հաջողելու է մեր պետության առջև ծառացած այս բոլոր մարտահրավերներին պատվով եւ առավել արդյունավետ լուծում տալ, ինչու, որովհետեւ պարոն Կարապետյանը ուղղակի գործարար չէ, հա, ինքը բացառիկ հայ գործարար է աշխարհի մասշտաբով։ Այս մարդը հաջողացրել է բացառիկ հայ լինել, ով ծնվելով հայաստանյան գյուղում հասել է աշխարհի մասշտաբների Forbes-ի ցուցակ, իսկ այդ Forbes-ի ցուցակը ընդհանրապես մարդու ֆինանսական կարողության մասին չէ, հա։ Forbes-ի ցուցակը մարդու կառավարչական հմտությունների մասին է, մարդու փոխհարաբերությունների մասին է, աշխարհում մարդու կապերի մասին է։ Ու նաև պարոն Կարապետյանի բացառիկությունը ընդգծվում է, որ իր բիզնես գործունեությունը մեկտեղ կենտրոնացված չէ, հա։ Էլի տարբեր արևմուտքում է, արևելքում է, տարբեր երկրներում է բիզնես գործունեություն իրականացրել, այսինքն աշխարհի բոլոր խաղացողների հետ արդեն իսկ պարոն Կարապետյանը ունի կայուն հարաբերություններ ու պատկերացնում եք, նա արդեն ունի մի բիզնես գործունեություն, տնտեսություն, որը ըստ էության իր մասշտաբներով փոքր պետության հետ կարելի է համադրել, հա, տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։ Ու պատահական չէ, հա, մեր 5 տնտեսական քայլերը Սամվել Կարապետյանի կողմից, որ այդ ձևաչափով սկսեցինք մեր քաղաքական գործունեության ընթացքում հանդես գալ, որպես առաջարկ եւ ծրագիր մեր հանրությանը։ Ինքն է այն բացառիկ հայը, ով ունի հնարավորություն այս օրհասական իրավիճակում թե արտաքին մարտահրավերների, թե անվտանգային մարտահրավերների, թե տնտեսական կայունության հարցերը եւ ամենակարևորը այս ներքին պառակտվածության, հանրային միասնականության ու համերաշխության միջավայրը ձևավորելու։ Իդեպ, երբ կարդում էի կուսակցության նախընտրական ծրագիրը, այստեղ առյուծի բաժինը տնտեսական այն 5 ծրագրերի շուրջ են, բայց այստեղ չենք տեսնում օրինակ Հայաստանի ապագա անվտանգության մասին, ինչի մասին դեպ հայտարարել եք, որ մարտի սկզբին կլինի անվտանգության ծրագիրը։ Եվ անվտանգային հարցեր, եւ արտաքին քաղաքականություն, ինչ կուրս եք որդեգրել։ Տեսեք, մեզ համար կարող է թվա, որ ամբողջ շեշտադրումը տնտեսության վրա է, հա, դրված։ Բնավ այդպես չէ։ Մենք հասկանում ենք, որ առավել առաջնային խնդիր է անվտանգային հարցերը մեր երկրում։ Ասեմ ավելին, հա, ինչքան է փորձում են մեր հասարակությանը, հա, փաթեթավորել են պիտակը, որ մարդիկ ստամոքսով են մտածում եւ այլն։ Մեր քաղաքացիները
շատ խորն են, շատ իմաստուն են եւ ես այս կուսակցական գործունեության շարժման ընթացքում մարզային այցեր կատարելով չեք պատկերացնի ինչ բնույթի արժանապատիվ հայերի եմ հանդիպել ու ինձ համար պատիվ է ու այո այդպիսի քաղաքացիների համար արժի քո էներգիան կյանքի այս կարևոր ժամանակահատվածը զոհել ու պայքարի մեջ մտնել ավելի որակյալ ու ավելի լավ հայրենիք ունենալու համար ու կարևորը ապահոված երաշխավորված հայրենիք ունենալու համար ու պատահական չէր որ մենք տնտեսական ծրագրից սկսեցինք որովհետև երաշխավորված անվտանգություն ու երաշխավորված կայուն խաղաղություն ունենալու համար ոչ թե ձևական խոստացված խաղաղություն, որը անընդհատ տատանվում ու լողում է։ Երաշխավորված խաղաղության ու անվտանգության հիմքը ամուր կայուն տնտեսությունն է։ Թե բանակը նաև։ Տեսեք, պետք է տրամաբանությունը ինչպիսին է։ Մենք ինչպես խոսք ենք տվել, հաջորդ շաբաթ լինելու է մեր անվտանգային ծրագրի շնորհանդեսը։ Ինչպես ներկայացրել ենք մեր տնտեսական ծրագիրը, մենք ունենք նմանաբնույթ անվտանգային ծրագիր։ Այո, բանակը որպեսզի ուժեղ լինի, ամուր ոտքերի կայացված լինի, պրոյեկցիա ունենա այնպիսին, ինչպիսին մենք շուտով կներկայացվենք, թե ինչպիսի մարդունակ բանակ ենք պատկերացնում ու ինչ կերպ ենք պատկերացնում այն ձևավորել։ Այդ ամենի հիմքը այնուամենայնիվ տնտեսությունն է։ Մի հատ տարական, բարձ օրինակ համադրություն անեմ, հիմա դրոների դարաշրջանը, այդ դրոնը գնելու համար ֆինանսա չէ պետք։ Ու պետք է նախ այնպիսի առաջնորդ ով չի գալու կրճկելով իրեն այս սոցիալական ծանր պայմաններում, երբ աղքատություն է, երբ երիտասարդության շրջանում գործազրկություն է եւ այլն, իրեն 15000 ԱՄՆ դոլարի չափ պարգևավճար տալու, այլ հակառակը գալիս է խոստմամբ, որ ինքը մի դրամ վարձավճարով է աշխատելու որպես Հայաստանի վարչապետ ու բոլորիս Իդեպ այս հարցով բավականին կոշտ քննադատություններ հնչեցին, սա ինչպես է աշխատելու Տիկին Մելիք։ Կոշտ քննադատություն Մարդը աշխատում է եւ ոչ մի դրամ չի ստանում դրա։ Կոշտ քննադատությունները հնչեցին, որովհետեւ հուզեցրեց, այս ձևակերպումը, երբ հանրությանը մատուցում են այդ պարգևավճարների անհամաչափ դրսևորումը ու այդ այդ պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը մենք պատահական հույժ գաղտնի մակագրմամբ կառավարության որոշումը Արլիս էին տեղադրել։ Պատահական ամբողջության հետևանքով ենք իրազեկվում, թե չէ կարող ենք այդպես էլ չիմանալ։ Ու 18 թվականից ի վեր, երբ պարգևավճարները գնալով ահագնանում էին, մեծաքանակ էին դառնում, սկսեց կառավարությունը մակագրել գաղտնի մակագրմամբ տանել եւ հանրային հաշվետվողականությունից մեր հանրությանը զրկեց, որպեսզի մարդիկ չունենան, չիմանան ինչ է տեղի ունենում։ Իսկ երբ գալիս է հենց Սամվել Կարապետյանի մասշտաբի մարդ, բնականաբար, նա ոչ միայն իր գրպանից է ակնհայտորեն ներդնելու, ներդրումներ անելու, ինչպես օրինակ հեցի պարագայում տեղի ունեցավ, 2015 թվականի ժամանակ, ըստ էության բացահայտ ակնհայտ սնանկացման եզրին հասած կազմակերպության մեջ 800 միլիոն դոլար ներդրում կատարեց եւ ընդամենը 5 տարում Moody's վարկանիշային ընկերության չափանիշներով BA2 վարկանիշի հասավ։ Գնայք BA3, որպեսզի հասկանաք, դա մի սանդղակով ավել է, քան մեր կառավարությանը տրված վարկանիշային գնահատականը։ Ու սա ինչի մասին է խոսում, Սա խոսում է, որ այդ ներդրումը բացառապես հայ մարդու սոցիալական պատասխանատվությունից էր բխում, բնավ գործարար շահ այստեղ չէր հետապնդվում։ Տիկին Մելիք, դուք որպես սահմանադրագետ խորհրդարան անցնելու կամ միգուցե իշխանություն ձևավորելու պարագայում սահմանադրական ինչ փոփոխություններ կնախաձեռնեք, քանի եւ որոնք են այն գլխավոր խութերը, որոնք օր առաջ պետք է փոխել։ Տեսեք, ես գտնում եմ, որ մեր պետությունը այսօր գտնվում է ճգնաժամային իրավիճակում։ Ճգնաժամային թե սահմանադրաիրավական եւ թե քաղաքական։ Ու այս պնդմանս գալիս են ապացուցելու են իրականությունը, որ պարբերաբար իշխանության ներկայացուցիչները եւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց թույլ են տալիս սահմանադրաիրավական հիմնարար սկզբունքներ ոտնահարել ու երբ այդ ոտնահարումը, այդ շրջանցումը օրենքի ու նորմատիվ իրավական ակտի ու հստակ սևը սպիտակի դրված դրույթի չի ունենում հետևանք տվյալ պաշտոնատար անձի համար։ Հենց դա է ճգնաժամը, ոչ թե սահմանադրաիրավական լուծումներն են բացակայում,
այլ բացակայում է վրա հասնող հետևանքը։ Եւ ես գտնում եմ, որ որպես սահմանադրագետ կրկին, տեսական միջազգային Վենետիկի հանձնաժողովի տրամաբանությամբ, երբ ներպետական անկայուն իրավիճակ է, սահմանադրային իրավական փոփոխությունները չեն ողջունվում, բայց մեր քաղաքական ուժը մի տեխնիկական առաջարկ է արել ու այս բաց առաջարկը մեր ազնվության կրկին չափորոշիչ է, որովհետև մենք չենք եկել այլ խոստումներով, այլ թեկնածուներով, վերջում խաբել մեր հանրությանը, մեր քաղաքացիներին։ Մենք հենց մեր կուսակցության շնորհանդեսին բաց դեմքով, բաց ճակատով եւ ուղիղ տեքստով ներկայացրել ենք, որ մեր թեկնածուն Սամվել Կարապետյանն է, Սամվել Կարապետյանն է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ որպեսի հանրային կամքը ի կատարածվի խոչընդոտող կարգավորում կա ու որպեսի պատկերացնեք, սահմանադրության մեջ այդ մի նորմը կա 148-րդը, որը սահմանում է կառավարության անդամների վրա տարածվում է օրենսդիր մարմնի պահանջները, ինչու է սահմանադիրը թույլ տվել, որպեսի այս դրույթը ազգային ժողովը կարողանա փոխել։ Եթե գաք իշխանության, երաշխավորում եք, որ դատական գործադիր եւ օրենսդիր մարմինները լիովին անկախ կլինեն, քանի որ նաեւ հայտարարություններ եք հնչեցնում, որ որոշ գործերով իշխանությունը միջամտում է, դատական process-ներին, կխնդրեմ ձեր կարճ մեկնաբանությունը եւ նաեւ անցյալ շաբաթ վերաքննիչ հակակոռուպցիոնը մերժեց Սամվել Կարապետյանի կալանքը փոխելու ձեր միջնորդությունը, նորություն կա այս գործով։ Մենք գալիս ենք ու ընդհանրապես մենք այս պայքարի մեջ ենք հենց այն պատճառով, որովհետև իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ իրավական ու ժողովրդավար պետության հենասյունային սկզբունքները պարբերաբար ոտնահարվում են։ Դուք դա երաշխավորում եք, որ չի լինի։ Բնականաբար մենք գալիս ենք, որպեսզի իրավունքը գերակայի, ինչպես պետք է լինի իրավական պետությունում եւ այլևս քաղաքական նպատակահարմարությունից ոչ դատական իշխանության, ոչ իրավապահ համակարգում թելադրանքներ չլինեն ու միջամտություններ չլինեն, ու այս իրավապահ մարմինները ծառայեն երկրում այս էականորեն աճած, հանցավորության աճը, թմրանյութերի շրջանառությունը, գողությունների քանակը, խաղամոլության տարբեր հակաիրավական դրսևորումները կանխարգելելու, որոնք տասնապատիկներով, հարյուրապատիկներով տոկոսային հարաբերակցությամբ աճել են մեր երկրում, այն զուգահեռ իրականություն, երբ ոստիկանական համակարգն էլ, թե ֆինանսավորմամբ է եռապատկվել, թե աշխատակիցների, ծառայակիցների քանակով է եռապատկվել, բայց ինչ ենք տեսնում։ Նույն իրականությունում, երբ ֆինանսավորումը աճում է ոստիկանության ներուժը մեծանում է, զուգահեռաբար հակառակ պատկերն է լինում, հանցավորությունը նվազելու փոխարեն հանցավորությունը աճում է, որովհետև իրավապահ մարմինները մեծապես ծառայեցվում են այսօրվա քաղաքական ուժի իշխանության հարատևման նպատակով։ Պարոն Կարապետյանի, կներեք, ավարտեմ, այդ պարոն Կարապետյանի գործի հետ կապված թարմ նորություն ունենք, ցավոք սրտի կրկին միջնորդություն է դատարանբերվել կալանքը երկարաձգելու վերաբերյալ, վաղը մարտի 13-ին լինելու է դատական նիստը, ես ինչպես միշտ ժամը 3:30-ից լինելու եմ հակակոռուպցիոն դատարանի դիմաց, լինելու եմ պարոն Կարապետյանի հրատապ ազատության պահանջով, որովհետև նա քաղաքական բանտարկյալ է եւ քաղաքական հետապնդումների է ենթարկվում եւ այսօր այդ հետապնդումների պատճառով մեր քաղաքական ուժը ընտրական գործընթացում անհավասար իրավիճակում է գտնվում, այսինքն մեր նկատմամբ ընտրական գործընթացի հավասարության հիմնարար սկզբունքը արդեն իսկ խախտվել է։ Մենք տեսնում ենք, ինչպես է երկրի վարչապետը իր գործընկերների հետ ամբողջ օրը մարզերով շրջում ու այն մանիպուլատիվ հնարքը, որ պարոն Կարապետյանի վերաբերյալ ասում են, դե թող խոսի, հեռախոս ուղարկենք խոսի, մինչդեռ պարոն Կարապետյանը ոչ միայն տնային կալանքի պայմաններում է գտնվում, այլ նրա նկատմամբ սահմանափակումներ է հաղորդակցման կիրառված։ Այսինքն այդ կարմիր գիծնել են անցնում, իրավապահ ու դատական իշխանության ակտերը տարամեկնաբանելու մեր քաղաքացիների նկատմամբ մանիպուլատիվ ներգործություն ունենալու համար։ Շնորհակալություն։ Փոխադարձաբար։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։